Բարև Օլիմպոս, ձմեռային այս ցուրտ օրը ջերմացնելու ենք շատ արևոտ ու սիրված հյուրով։ Իսկ նա Արարատ 73-ի լեգենդար թիմի լեգենդար ֆուտբոլիստներից Սերգեյ Բոնդարենկոն է, բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Ուրախ ենք, որ այստեղ եք եւ առավել եւս, որ Հայաստանում եք։ Ինչպես եղավ, պարոն Բոնդարենկո, որ որոշեցիք Միացյալ Նահանգներից վերադառնալ հայրենիք։ Հիմնականում ես անդադ ամեն օր առաջ օր բանից ես համտածում եմ ոնց հետ գայի։ Բայց դե ամեն դեպքում ընտանիք ես առանց պապայի մեծացա, չէ ուզում երեխեքս այնտեղ մնային առանց պապայի, էլի։ Դրա համար ես մնացի այնտեղ, բայց հիմնական բանը որ կատարվավ իմ կյանքում Գագիկ Նիկոլաևիչ Ծառուկյանը, որին խորին շնորհակալություն եմ հայտնում, մեզ հրավիրեց Հայաստան Արարատի հաղթանակների կապակցությամբ արձանների բացումը կատարվավ Վրազդան ստադիոնի վերևը, շատ հոյակապ չտեսնված լավ հիշատակ էր էտի, էտի ոչ թե մեզի մեծարեց, այլ մեզի անմահացրեց Գագիկ Նիկոլաևիչը։ Եվ դրանից հետո մեզ մի հատ հոյակապ բանկետ կատարվավ, ու դրանից հետո մենք դες մի անգամից բան եղավ, որ որոշում կայացին կնոջ հետ, որ մենք ամեն դեպքում կարանք մնանք Հայաստան, որտեղ Հայաստանը ինձ ինձ հարազատ է։ Ցավը տանեմ, ես շնչում եմ, ոնց են ասում, ամեն ինչս ինչ որ կապնված է լավ բանի հետ կյանքում մարդու, կապնված է Հայաստանի հետ։ Ընդ սա ամեն ինչը սեղ ծանոթ է, հարազատ է, շատ ընկերներ ունեի, բայց ինի քչացան մի քիչ, բնական է, որ գնացին Աստծու մոտ։ Այսօր շնորհակալությունս Գագիկ Նիկոլաևիչին տնօրինով չավարտվեց, որտեղ հետո անցավ որոշ ժամանակ եւ իմ 70-ամյակին Գագիկ Ծառուկյանի մեծ սրդի մեծ հետ կամենալը իր ինքն կազմակերպեց իմ 70-ամյակը կատարվավ Ֆարոն ռեստորանում մեծ լավ հոյակապ մարդկանցով, որ անունները միջեմ կարատամ, որտեղ շատ մարդիկ էին հարույց ավել շոու ամեն ինչ որ կար մարդու համար ծրվում է, որտեղ ես 25 տարի ամեն դեպքում Ամերիկայի ապրում, ես եկա Հայաստան ու մի անգամից հոյակապ բան ստացավ իմ կյանքի մեջ։ Դե ամեն մարդը իր չարչարանքը որ զգում է, գնացում է, ինքը անկախ իրանից ոգևորվում է։ Նամանավանդ տարիքով մեծ մարդու համար ուշադրությունն ամենակարևորն է։ Հենց ձեր ուշադրությունը իմ հանդեպ, մեր ֆուտբոլիստների հանդեպ, մեր սպորտսմենների, լավ մարդկանց հանդեպ, դա շատ լավ երևույթ է։ Հետո մեր կյանքում, իմ կյանքում հանդիպավ այդ արանքում արդեն որ Հայաստանում եմ, ես զուգը ծովում եմ, ամեն ինչից ուրախանում եմ, երբեմն եմ օպերայի մոտ նստեմ եմ իրիկունը նայում եմ, հայ աղջիկը քշեվա 11-ից բալիկին կալասկով մանա տալի, գիտեք աշկերս լցում էր, որտեվ այնտեղ որտեղ ես ապրում էի, այնտեղ ժամը 6-ից հետո փողոցը մարդ չկա։ Վախենալու մթնոլորտներ կան, էլի այնտեղ չպատմեմ դրանք, էլի կան բաներ, որ ինձ դուր չէր գալի, կոնկրետ էսի մասին եմ ասում։ Հետո 70-ամյակը կատարվելուց հետո եկավ երկրորդ յուբիլեյը, որ արդեն մեր 50-ամյակներ կնոջ հետ ամուսնությամբ, այդ արանքում Ղարաբաղի ժողովրդի շարժումը բան եղավ, ես Գագիկ Նիկոլաևիչի իր օգնականի միջոցով խոսեցի եւ ոչ թե հրաժարվեցի, ասի ես չեմ կարող հասկացնել, երբ որ տխուր է մարդկանց կյանքը հիմես ծանր պահերա, ես չեմ կարող, էլի շնորհակալական խոսքը լսեցի Գագիկ Նիկոլաևիչին, որ ես տղամարդկային քայլ արեցի, էլի, բայց իր բանով հունով ոնց որ այդենք հայտնվավ Յուրա Ղարիբյանը իմ կյանքի մեջ, Արա Գևորգյանի աղջկա հարսանեկին, մենք ծանոթացանք իր հետ, ու ինքը քավոր կայնավ իմ օֆիկից կնոջս 50-ամյակի քավոր, ինքն ու իր գեղեցիկ կինը Մարինան, դառան մեր քավորը թագը պահեցին մեր գլխին, էլի շատ լավ բաներ երևույթ էր, հարազատներով հետո շատ ռեստորան իր սրահում, այնտեղ էլ նշեցինք, հետո այդ արանքում ամենաշատ անձի կապողը Հայաստանի հետ ընկերության մեջ Կարլ Լևոնիչն էր Կարապետյան, հետո արտստուդիա կա բանի քաղաքի մեջ, Յարմրկա կա տեղ էլի, Վերնիսաժի մոտը, Արտ գալերեա Կարլ Լևոնիչ, Կարլ Լևոնիակը, այդտեղ տարբեր մարդկանց հետ, սպորտսմեններից, գիտնականներից, հոյակապ, ոչմ, գրողներ, նկարիչներ, իրենց հետ շփումը, սա շնորհիվ էր Կարլ Լևոնիչի, հասկանում եք, ինչքան բանա, որ ես թազա մարդկանց ոնց որ էլի հետ եմ գալիս, ես բան եմ ելն, դե դասընկերներս չեմ ասում, իրանք միշտ եղել են իմ կյանքում, բայց ամենավերջի, որը որ հենց փաստորեն նոր է ստացվել,
ճիշտ է, տարիներ առաջ Արտուր Սողոմոնյան ազգանունից լսեց այդ մարդը եկավ միացյալ նահանգներ Ռադիկ Վանունց հետ, որ ինձ իշտոնին հրավիրի Ռազնաստադիոն Նիկիտա Պալասիմոնյանի մեր լեգենդար հոյակապ մարզիչի 75-ամյակը պետք է տոնեն, մենք մեծ սիրով եկանք։ Դրանից հետո արդեն գիտեք ոնց է, մարդու հետ շփվելուց կամ սիմպաթիա ալնում կամ չի լում, էլի, դա իմ օրենքներն է։ Սիմպաթիայի բանով ինքը սկսեց արդեն ուշադրել էր մեզի, որևէ բաներ լեմ ինքը անպայման մեջը կար, իր լուման դնում էր։ 2 տարի առաջ մենք գնացինք Նիկիտա Պալասիմոնյանի 97 տարին, 2 տարի առաջ, այդ ժամանակ էլ 98-ներ, իմ 75-ամյակներ, կնոջս հետ արդեն 50 քանի տարիներ, բայց այդ չէ իմ բանը տոները, այդ բաներից առաջ էր, Յուրա Ղարիբյանից առաջ էր Արտուր Սողոմոնյանի արածը։ Էլի մի հատ մեծնավեր Շարլ Ազնավուրի կանյակ, որ սաղ կյանքը հիշատակ է, հասկանում եք, մարդը ֆեդերացիայից մի հատ զանգ չտվին, որ ասեին ծնունդը շնորհավոր կամ Մարրատը 50-ամյակն եք շնորհավորում, չեղավ, չեմ անում, ինչ առիթներով, ինչ պատճառներով չեղավ, մենք շատ չենք բանալում։ Վերջը նենց ստացավ, որ մենք գնացինք Մոսկվա, Արտուր Սողոմոնյանի ցավը տանեն, էլի կազմակերպ գնացինք Նիկիտա Պալասի ծնունդին։ Մարգարո Վեդիկը, Մեսոպյան Նորիկը, ես, Սերժա Պողոսովը մի քիչ հիվանդ էր, ինքը չկարեցավ գալ մեր հետ, այնտեղ էլ մեզի միացավ Նազար Պետրոսյանը։ 4-ով ու արդեն շատ մարդիկ կային, այնտեղ Սպարտակի հին աղացողներ, բան։ Հոյակապետի ասենք ու այս տարի 90 անցած տարի 99 տարի բանին էլի Արտուր Սողոմոնյանը կազմակերպեց ամեն ինչը չտեսնված բանով էլի, այս անգամ մեզի միացավ Աշոտը մեր թիմի Մանուկյանը, Թարլանն ասավ ադմինիստրատորը, Սամվել Պետրոսյանը, վես Ալբերտ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը եղբայրը։ Արդեն մենք շատովին գնացինք այդ ծնունդներ շատ լավ անցկացրինք ու այդտեղ հետարքիր բան կատարվավ։ Լովչև կար Սպարտակ Մոսկվայի կապիտաներ, Որնեսերը աղացող լավ հայասեր տղա էր միջալոց, մեր հետ շատ լավ ընկերություն էր։ Արտուրը մեզ ասեց տղա ջան, կուզենաք 2 օր հետո Լովչևի 75 տարեկան բանն է, դա ինքը Երևանը մի մշնավորեց ասեց էլի բանը։ Մնացինք, որտեղ սորը տղայա Մոսկվայի ամեն դեպքում ուրիշ տեղ չենք։ Մեծ սիրով նստել էինք 20-եղ Պետդումայից մի 3 սեղան նստած էին պատգամավորը Ժուկովի ղեկավարը Ֆետիսովը մոտ 200 հոգի օլիմպիական չեմպիոնը դե Մոսկվայի ընկերությունը դրա էլի բան ու ֆուտբոլիստներ որ մեզի դաշտում թշնամի նման ենք բայց կյանքում արդեն Սյոմին, Պիլգոյ, Խիզյատուլին, Տարխանով, Յարցը, ոբշեն այդ ֆուտբոլիստներն են դե այդ վարող տղը որը Լովչևին մեծ արեց լեգենդար Սավեսկի սպորտսմեն բանս Պազդրավել սենսպյատ շատ ողջունեցին բան ու այդ պարադը որ հաղորդում է ռուս բոյով շեք տղա էր որ հաղորդեց ասել զալի находится легендарная армянская команда АРА-73 чемпионы обладатели Кубка Советского Союза серебряные медали 71 года и второй кубок в 75 году это та команда которая нас 3 года в Москве чемпионы директор Шолка для нас. Բայց որ էդի ասեց зали находится ասեց ребята поднимитесь на сцену пожалуйста во главе с Никита Паласимоньяна. Սիմոնյանը մի քիչ դժվար էր իր աղջիկներ թևը մտնեմ, ինքը ասեց սիրողը դի սիլնի ես քո թևը մտնեմ, ասի դնեմ ուսերից տանեմ, քսավը տանեմ, դու սուրբ մարդ ես, մի հատ է շուրակաս Նիկիտաշկը, поднимитесь на сцену, աշկերս լսվավ, Ռուսաստանում հայ մարդուն Նիկիտա Պալասիմոնյանին միջով էլ Պուտինը գերոյ տրուդա էր տվել ոսկե բանով, դա մեծ պետական բան էր։ Մենք բարձրացանք վերև, ասես поприветствуем этих наших героев Երևանской армянской команды, ասես զալը կայնդաս 10 րոպե ծափ տվին, դուս եկա մեր 50-ամյակը կատարեցին Ռուսաստանում։ Շնորհակալ եմ Արտուր Սողոմոնյանին, որ ինքը էլ մեր կյանքի մեջ աղավոր մեծ դեր հաղաց։ Շնորհակալ եմ բոլորից, ով իմ կողքն են եղել, տղաների կողքը ես արդեն ասի, նախադու 3 հոգ ենք, Մարգարևնա, Մեսոպյանը ես եմ, մի 10 օր հետո էլ 24-ին, քանի օր հետո, պետք է թռնենք Մոսկվա, էլի Արտուր Սողոմոնյանն է կազմակերպել, Արարատ 73-ի մասին ֆիլմը պրեմիերան Մոսկվայում, 4 օրով պետք է թռնենք Մոսկվա, որ ընդ ներկայացնենք այդ ֆիլմի բացմանը։ Քեֆերի մեջ եկել է անդադ։ Դե հասկանում եք, դա ֆուտբոլի այն արդյունքն է, որ դու հասել ես այդ բարձունքի։
կարա շատ հաղեր բանաներ, բայց ռեզուլտատ որ չես ունենեմ, դա ոնց որ ափսոս է քուչարչարանքը իմ ջայլ կյանքը այդտեղ գնաց ամենալավ ծաղկուն վաղտս երեխես աղջիկս 7 տարեկան էր ես դե հաղր Տաշկենտ Ալմաթա Լվով Զենիթ Ադեսա հաղերի եկե ասես Պապ ջան Երևան Պապ ջան չմոռանաս վաղանցի դպրոց ես տանելու լացեցի առաջ անգամ ես զգացի որ ես իշքան նվիրալ եմ հայ ժողովրդին ֆուտբոլին որ ես էդի բան իմ ընտանիքից չեմ ասել թողել եմ բան աշկիտական բանով լավ հոյակապ կին ունեմ, ցավը տանեմ, առանց ընձի դաստիարակեց համտաղ աղջիկ, որոնք իմի Ամերիկային Մարինաս ու Արաս էլի, Արաներ հայկական անում, Արա Բանդարենկո, իրանց ընտանիքներին ցավը տանեմ, Գագիկը Մարիշայիս ամուսինն է, Մարիշաս աղջիկ ունի, Վարդուի, այստեղս էլ Լիլոնա իր կինը, երկու հատ թոռնիկ, Ալեքս եւ Միլա, Ալեքս էդի իմ աղբերը որ անհայտ կորեր էր, անունը դրեցին Ալեքսանդր, դե կարճ են ասում Ալեքս, ես էլ իրաց ճակատը պաչեցի, ասի ձեր ցավը տանեմ, մարդ մնացիք էլի էդի, մեկ էլ խնամիներես ու մեծաթիվ հարգանք այնտեղ որ ունեցող մարդիկ են Կարբոյան Սամվելը, Գագիկ Թամրազյանն, մենք կուզեինք իմանալ պարոն Բանդարենկո, դուք Ուկրաինայից եք, ինչպես ստացվեց, որ եկաք Հայաստան, դուք փոքր եք, ձեր մայրիկի հետ եկաք, մի քիչ կպատմեք ավելի։ Իմը շատ երկար պատմություն չէ։ Մամաս տեղ ամուսնացավ պագրարիչնիկների զաստավակարան ժամ, դոմ օֆիցերը սիրարվեցին ուկրաինացի մարդու հետ, պապաս Նիկոլայ Բանդարենկոյի հետ գնացին Սումի քաղաք, Ուկրաինա։ Այդտեղ 4 տարեկան է իրենք բաժանվան։ Մի հատ էլ աղբեր ունի, ասի անհայտ կորել էր, էլի Ալեքսանդրը։ Ամենը դժվար ապրողն էինք Հայաստանը, որ եկանք այնտեղ պատերազմից հետո սով, ամեն տեղը սով էր, էլի Հայաստանը։ Ոնց որոշեցիք, որ գաք Հայաստան։ Ձեր մայրիկը, հա։ Մամաս, դե բաժանվան եկան Հայաստան, մեկ էլ տատի ունենք, մեծ կիներ, այս ցավները տանեմ, աղքատության այդ բանը մեջ բարի են մնում, հարևաններից ցավը տանեմ։ Դուք գիտեք այդ իշխանը, որ ֆունդամենտը ոնց է դրվում, իրանց երեխեքին մի պտուր կատլետը կեսում էին, պյուրեն կողքեն, բալիկներ արեք երեք։ Դուք չեք պատկերացնում, եթե քսեին ամանը դեմս կյանքում չէի ուտի, որովհետև իմ մոտ օրենք կա, քյասի բապարտա։ Ինքը կարում է իր բանը պահել, ինքը չի գնա։ Բայց այդ բարությունը մեջս, ասես բետոն ցեմենտ եղել է, ես սաղ կյանքս իշքան կապրեմ, ես շնորհակալ կլեմ հայ ժողովրդին, որտեղ իմ կյանքը, իմ հաջողությունները ամենից կապնված է հայ ժողովրդի, որը մի փողոցում հանդիպում են, բարի գալիս Սերգեյ ջան, գիտեք այդ իշխանը, որ մարդիկ հիշում են իրանց երջանիկ պահերը, որտեղ Վարժանը մենակ երջանկություն բերեց հայ ֆուտբոլին, այդպես 4 տարեկանից ստեղ հետո եկել եք Երևան մի անգամ։ Եկանք Երևանում բնիկ ապրել ենք Արաբիրցի եմ էլի, բայց այն թաղամասները, որի մի չկա էլի, այդ Ֆինսկի դոմիկներ էր, մամաս լացում էր կոշիկ չկա դպրոց այդ այ, ոչ թե ծնունդ այդ այ, կոշիկ չկա դպրոց, ես իրան ասում եմ մամ ջան, սա մի շմեցանամ, ավտոկարում ցեզի ման կտամ, ինքն ու տատին խնդալուց մեռում են, ասում դու չլեն շուտ կմեռնենք էլի։ Պահերա, գիտեք ինչ, կերոմ կյանքից ֆուտբոլից բանից կպատեմ, բայց այդ այն ներսից բանն է, որ ես չեմ կարող ասում, շուկայի հետ հմ ֆինկից տակը թելով կապում եմ, որ մի հատ կարտոշկա սոխ մի բան կողմն է, բերեի, որ ուտեինք, էլի, բան չկար տուն ուտել։ Էլի հայի մեծություն։ Ես որ մի հատ բան ես տղա ջան, ասի բռնվա էլի, տեսավ էլի ոգո, մեկին 6 հատ ինքն էր տնեմ։ Երջանկություն։ Եսեք ասում եմ աշկերս կամաց լցվում։ Մեզ էլ ուզեցիք։ Որտեվ իրոք Ուկրաինացիներով հայերի մեջ հասնես ամենալավագույն թիմին։ Հայաստանի հավաքականի նման թիմ էր։ Լեննականից ստեցանդից, ճիշտ է, հիմքը դրեց Ֆալյանը։ Մեզի Չեկալասից, ասենք, ես Արաքս Երևան Սպարտակիադա շկոլիկով 16-17 տարեկան է գնացինք այնտեղ լավ աղացինք, երկրորդ տեղը բռնենք, եկանք մեզի կլազբետ արան 5 հոգու այդ յունիշներից։ 8 հաղանդե հաղալուց հետո Անձի ադմինիստրատորը մոտիկացավ, ասում է Ֆալյանն ասել է, որ վաղը գաս փոխարինողների կազմում պարապես 3 օր ոտայից կտկտոցից չէի կարում, ասում եմ խեմ ծամբի, ամելար չծամբի, այդ կանեի վախում արժատում պտի աղամ, արժատ դուբլից կանչել են էլի, գիտեք այդ ինչ հպարտություններ են ժամանակ արժատի կազմում, մի հատ Հովյան Սարգիսին կամ Կավալենկոյի մի հատ Ձերտայրի տայր դպրոցական էի, այդ հայի պատմեի, որ տեսեք ես 18 տարեկան եք, թե 16։ 17-18 տարեկան արդեն ըտիցել, հետո արդեն մի տարի հաղացած ըտից, արդեն սկսեցի հիմնականում փոխարինակ դուրս գալ, ու մի
Վերջի 15-10 րոպե մտնելուց պատմական գոլ կար Ալմաթայում։ Եթե այդ հաղը Թիֆլիսի Դինամոյին 5-0 կրվել ենք, եթե Ալմաթայում էլ կրվենք, Ֆալյանին հանում ենք։ Դե պատկեր եք այդ մարզիչը որ մեզ բերել է, կարող ուրիշ մարզիչ կա, իր մենք բանը չլենք էլի, իր գլխի մեջ չլես։ Դրա համար այնտեղ արդեն որ կար Զանազանենը մի անգամից հիմնական կազմից խաղալ է, ես ամեն նստած էի։ 1-0 տանում ենք, եթե Աստծո հետ կապված բան էլ կա այդտեղ էլի։ 2-3 րոպե մնեմ գնդակնդից ձախ կողմից Ղազարը կոլյան խփեց, դարբասաբանը ձեռս փախավ գնդակը, դա դարբաս էր ամա, հետո Զանազանը ոտի մեջ ողը կողքի սետքին կապավ։ Հետո գիտեք, դա տրագեդիայի բան է, որ Ֆալյանը շուրջ եկավ վրեսնայից, ես էլ եմ ասում, էլի փոշմանը, որ եկել է ֆուտբոլ, ես եմ տեսնից 40,000 կյանքում չէի տեսա ժողովուրդ, սաղ Կազախն դե ձերով, բաներով եկել է։ Ասես մտի, եթե գոլ չխփիր, եթե մեզ չեկլաս։ Ռոնալդոն է, Մեսին է, Միշտոյանն է, ով եմ էլի ես, որ դեռ մտնեմ իրեն գոլ, ես էլ կարգին հարցակվող եմ, ճիշտ է, բայց բախտ էր, դրա դարբասապան աուտ խփեց, աուտը քսին պատաշ, քսվա գլխով խփի առաջից բանը, վրոտանը տվեց գլուխս բացվեց, ստե շրամը, որ պաշտպանել բերնից հետ ոտով էլի, բայց գոլ, Ֆալյանը 1.5 օդում պարում էր հայկական, չեմ հայկականը շատ սիրում պարեր էլի, որ էր Արդեն դրանից հետո տեսնես, ու մալադյորից բորնեսս էր իրավերին, 2-3 օրից հետո պետք է Շվեյցարիա տանք։ Ես դաժե շորջ չունեի հակնեի։ Ընկերոջս պենջակն եմ վեկալ է, որ ինքը 2 ամիս հետո պետք է ամուսնաներ են, վաղ փեսեն, պետք է ակուրատնի հակնվածել էր, պետք է բարձրագույնն էր, բան ամեն ինչ հաշվի են առնում։ Տղեն տվեց պենջակը, որ ես գնացի։ Այնտեղ բանան թիմի ավակ ընտրեցին, գնացինք Շվեյցարիա, ասում են Շվեյցարիա, օր ես Թիֆլիս չեմ տեսել դուրս գույնի։ Շվեյցարիա, դեմից կամադներ Չելսի, Յուվենտուս, Պարտիզան, Յուգոսլավիան, Յուգոսլավիան շատ ուժեղ ֆուտբոլ ուներ։ Չելսին 6-0, Յուվենտուսին 5-1, Պարտիզանին 9-0։ 6-7 գոլը խփել է դերասանսերը կապիտան, հետո գիտեք ինչ պատիկ դուս եկապետության Արապիրցի տղա առած կոշիկի մեկ է բորդես հասել։ Հետո արդեն Ալիմպիիսկի բան, բայց այնտեղ կատարվավ մի հատ փուճուրիկ բան է դա։ Բանից հետո սաղին որ եկանք սովետ արդեն սովետականություն, սաղին բարի ճանապարհ Կաչալին էր մեր մարզիչն, ասեց թե Աստանսը։ Ես մի անգամից վատ բան եմ մտածում էլ ինչ պետք է լինի, որտեղ միջով այդ քրճոտ բուծի ունեի։ Այնտեղ որ փողը ստացանք $60 իշքան էր տվին էլի հաղթանակի դեպքում, Adidas խանութ էի տեսել, ես այնտեղ ուրիշ բան չէ, կալբաս, մալբաս կամ պենջակ չէի նայում, ես նայում եմ այդ բուծին գնացի աստված $12 էր։ Առա ես էլ Գիվինոջիա հետ էի մնաք Դինամո Թիֆլիսի հետական լավագույն ֆուտբոլիստներից էր։ Վրացի հետ մի սենյակ ենք։ Հիմա եկել եմ այդ բուծին ձեռս ասես վրացին կգողնա։ Ես սենց երեխական ջայլական բանը։ Եկալը բարձից տակը պայի։ Կարավատի տակը շքաֆում կնայի, բայց այնտեղ ով պետք է նայի։ Բարձի տակը ով է բուծի տնը։ Իմ կյանքում 15 տարի հիմնական կամանդում աղ, ոչ մի մարզիչ չի մտել սենյակ, որ ինձ ստուգի կամ բանան է։ Այդքան վստահելի նվիրալ է, որտեղ ես պապա չունեի, ես գիտեի իմ կռնակը մենակ ես եմ, իմ չարչարանքով, իմ ամեն ինչով, դիսցիպլինայով բանով, ես իմ տեղը պահում էի։ Հետո կարում էլի աղայ, ոչ թե սուտ եմ ասել։ Ես մարզիչը մտավ, սպասիբի ռեբյատա, բան, ու անկախ իրանից նստավ իմ կռավատու, հենվավ բարձին, տակը 2 բուծին ինչ է սուստալի, որ կամ 2 հատ պիվա է կամ արաղաչ, դե ռուսները սա խմում էին։ Իրանց համար ֆուտբոլը հոբի էր։ Արա բարձրից բուծի, ասես, նու Սիրոժկա, ты даешь вот это, որ եկան կնձի առողջը տարան ֆեդերացիա ֆուտբոլը, դե Յաշին Ստրելցով, Պանիզելիկյան Սվետը, եթե մեն արտասահման ֆիրմա հակնված, դե Կաչալինին շատ են սիրում։ Ինքը լա բեմի վրա ասեց представитель Երևանской команды Арарат, легенд Вошибанчкай, ասեց за хорошие показатели советского футбола и матч, мастер спорта СССР. Это вахтки չեք պատկերացնի, բայց սա էլանցած տվի բաներին եկան բզով ծակին պենջակը, բանը կապսին վինտով ծակին հետևից, միսակ նախն ուրախել ես լացում եմ մեջը սարաս այդ տղեն հարսանի պետք է ծակ պենջակը տամ իրան, տեսին բանկն էլի, դες մաստեր սպորտով տվի որ ամուսնանան էլի գոները էդի չերը բաշ։ Ձեմ ասեմ այդպես բաներ է եղել, ու այդ արդեն Օլիմպիական սբորնի 5 հոգի պատմության մեջ չկար 5 հոգի Զանազանյան, Մեսոպյան Լորիկ, Անդրեասյան, Իշտվան Լյովիկ ես
Դուք նշեցիք, որ շատ ծանր մանկություն եք ունեցել, բայց ձեր լավատեսությունը, բարությունը հիմա էլ կա ու ինչպես է այն ժամանակ օգնել ու ինչպես է բերել ֆուտբոլ, ոնց եք կարողացել դրսևորվել եւ ֆուտբոլը ամեն աստիճանների իշքան կար Հայաստանում, ֆուտբոլի, եւ վաղ շատ մեծ հնարավորություններ կար առանց փողի։ Հետո շեշտում եմ, եւ վաղ ակադեմիաներ բաներ կար Հայաստանում։ Առաջինը բանկա, բուտիլկա տաշելով, բանանելով, դպրոցում, նարդի քարով, բանով, բրթելով։ Հետո առաջին մարտիչից դեդեյան եղավ, Շիվանզադե դպրոցներ։ Էշա ոտիկները տանել, այդտեղ էին, բան։ Այդից հետո 26 կոմիսարներից բորն է ավակվավ, ու սաղ տեղերը որտեղ ասում, սաղ տեղերը թիմի ավակ է դառնում։ Իմ հաղի ձևը կա էլի, ես նավիրած էի։ Պատինցի Նասիլկով տանեին տուն կամ պատի կարես էլի այդպես բան կա ու սաղ տղաների մոտ արադյո այդ ցանկությունը կար էդի մենակ իմը չէր էդի այդ սպալավը սաղ եկավ իրար հետ միացավ ու չկար մեկը որ ասենք էսի այն չէր որտեղ Mercedes-ից մի հատ մաս հանես դառնա պրոստը Ժիգուլի արդեն էլի տախտախ կոսմոպլախ կոցա հետո արդեն բանով տենց Սբորնե Արմենիա, տրեցիա սբորնե, տարիքային էր, հետո երկրորդը, հետո առաջինը արդեն գնացինք Սպարտակիադա Շկոլնիկով Միսկ, այնտեղ հաջող խաղացինք, կլաս B, փոխարինողների, հետո արդեն կամաց մտնելով, Վալյանը որ գնաց Զենիթ, միջալոց ընձել տարավետները։ Մի շաբաթ ես մնացի Լենինգրադում, մի շաբաթ հետո եւ աստված կա լոջիկները զալի մեջով էին այդտեղ։ Ինձ ով է ճանաչում հիմա։ Գնացի աղաչեց էլի, ոչ փող ունեմ, ոչ բան ունեմ էլի։ Ասին զիկը տանեք, ընձի բերին սամալյոտ նստին, բերին Հայաստան։ Ուզում եք վերադառնալ Արարատ, հա։ Հա, բացավը տանեմ։ Ես էսի իմ համար գիտեք, ես անդե հաղում ենք։ Ես ու Մեսոպեն Նորիկը այդ հատկություն ունենք։ Հաղը պրծում է, սաղ տղեկը լողանում ենք, մենք արդեն այրապորտ ենք։ Նորիկի աղբերը լոջիկ էր Մեսոպեն Նորիկի։ Մենք սամալյոտով արդեն ստեղ ենք, այնտեղ գրազայա, տումանա ինչան, գալիս է չեմ ան, մագնիսի պես ըցի քաշում է։ Չեմ անում, ինչն է, չեմ կարում էլի, ամեն ինչն է դուրս գալիս է, ոնց ասեմ, պուլպուլակից սկսած միջով, որտեղ ուզում ես գնա, այն վաղտ ավտո ունենք, իշքան եկեղեցի կար, իշքան ծարեր կար, եսի որտեղ կա սաղ տեղեր, հենց ազատեմ քշեղվա սատանայի դառը, հաղ ժամը 9-ին պրսում է, գալիս է կանոց վեկանեք, ունե 2 ժամը միջով միս օրվա էլի պարապունքները սկսվել է, հետը մենք ծաղ կածոր եսի գարնի գեղարդ, եկեղեցի մարդկանց խորոված էի տալի, հետո գալիս եք վազում էին այդ ձորից հարաղ էին բերեն որ բանան էին պատկերացնում եք բարությունը միշտ բերում է բարություն դա իմ օրենքն է դու բարի եղի թո դիմացին այդ բարի չլի կյանքից շպրտի դուս ամենալավն է դրան ներել չկա որ մարդը բարի չի կյանքում չի փոխվում ինքը բարի կամեցող մարդը իմ ընկերությունը իմ կողքը որ կան ոչ թե ես ջոգ եմ տնեմ մագնիսով կամ որ ես մի հայացք ունեմ մարդուն գիտեմ իր հետ խոսամ կամ չեմ խոսա գիտեք ինչ Ընկերությունը չի նշանակում, որ տենաս բարեկտաս պաչես իրան ու վերջանա։ Օրինակ Զանազանյանի Կավալենկոյի հետ ես ուրիշ հատկություններ Կավալենկոյին այդքան ցույց չէի տալի, որ չասեն երկու խախոլ իրար հետ ինչ-որ բան են անում։ Էլի դե ես գում ես հայացքից, բանից ես գում եմ Զանազանյանի թիմի ավակը։ Զանգտայք շեվա մեկը ասես խաղից հետո չես կարում քնես հաղեր կա, որ հաղը անդադ մեջը ցրստե ոտած պետք է դնես դες անալիզը մենք մեզ ենք անում, որ իմանանք, որ մյուս հաղին էդի չկրկանանք էս սխալ էլի։ Զանգտե հովանջան քունիշ, Սիրոկ ջան մեքենա ուղարկեմ, չէ մեքենա, արի կոֆե խմենք։ Հիմա ես պատկերացնեմ, ես մեկ ասկես մեկին զանգտամ ասեմ, ուզում եմ կոֆե խմենք, սա գիժա գնաց Ամերիկա, շուտ մի բան եղավ էս մարդու հետ։ Մեկ ասկեսին կոֆե։ Այդի ընկերության ժամը պատաշ չկար իրար տենալու։ Ու չենք բանել որտես իշտոյանի 12 տարի մի սենյակ ենք ապրում բայց ամեն մարդու չես կարող մնաս մեկը լույս չի սիրում մեկը խռոս չի սիրում չնայած մենք վախից չենք էլ խռոսնում էլի որտեղ այդքան ենք իրար հարգան չկա էլի ուզում ասեմ այդ սպայքին եկավ ժողովրդի ներկայություն հին ստադիոնում 25000 էր Հրազդանը հենց սկսավ հարցատը մեդալ վեկանենք որ ես ասում մատը մեր հետ է Վազգեն առաջինը մեզ ընդունեց եկեղեցիում։ Ուրիշ բան չպատեմ, կանչեց իր մոտ, խոսած, սաղից շոր նվեր տվեց իր կողմից, ու մի հատ մեծ ящик բերեցին, մեջը Adidas բուծի։ Bentley ավտոտային չենք ուրախանում, նվիրալ ենք ֆուտբոլի։ Adidas բուծի սաղից համարով։ Տալի, արծաթե մեդալ եկանք, Լազնա ստադիոնի բացումն ու արծաթե մեդալ ոչ մեկ չէր պատմի, Հայաստանը երկրորդ տեղ կլինի։ Էլի տես բանի։ Դրանից հետո եկավ արդեն եկավ հաղթական շրջանը։ Հոյակավ մարդը,
Գիտեք ո՞նց, մարդը մենակ տրանչոր ինքը կյանքում չի աղում։ Մարզիչի ներկայությունը, որ գիտես ինքը ով է, ինչացը, դոբրի, պարյադաշնի, ինտելիգենտնի, գիտես ինչ, ես իմ հաղիրի այն վաղտ, որ ինքը իր այդ շապել եմ, հետո ինքը գնաց հետ, մեջս պապայի ասեմ, որ չունե ինքը փագում էր, իր բարի խոսքերով, Սիրոժին կմալաչին դաբան էլի, ես մարդը այսօր դաշտում պտի չլի, սաղ 5 ստանում, ես 5 պլուս, դե իր հրամանը կատարել է, էտի չի նշանակում վայելի հրամանը, չէ, էտի Այն բանը հետո 70-75 հազար, 4 օրը մեկ պետական քննություն, սաղ էլ ֆուտբոլ հասկանում էին, հետո մեր տարեկից կանայք սկսեց ստադիոն գալը, որտեղ որ հաղթում ես, քֆուրը վերջանում է, կրվողին են քրվում, չէ՞ միշտ, բալեշիկին չես կարող ասում, միակ տեղը ոչ մեկ չի կարող արքերի քրվի, աշխարհում է տենց օրենքը, մերը տենց գնաց 3 տարի Մոսկվայի չեմպիոն, երկրորդ գավաթից հետո կամաց գնացին։ Բայց 73-ի մասին մի քիչ ավելի մանրամասն պատմեք, էլի ինչը բերեց, ինչպես ստացվեց։ Հիմի որ անցել է, հիմի որ հանդիպնենք, ասենք Բուրյակին, Սյոմինին, կամ մյուսին, Խիջատուլին, մեր հակառակորդը Չիվաձեն եկել էստեղ Սամվել Ղասաբոկյանի 71 մի քանի վրացիներ։ Այսօր մեքսած ո՞նց էին կրում։ Ասենք մենք մեզի մեջը հարց ենք տալի։ Բոյով, ջանով, ստարովի տղեկ, սա խաղալ գիտեն։ Եվ արդ ամեն թիմը ռեսպուբլիկա էր։ Դինամո Թիվիզը Վրաստանն էր, Մերչին, Ադրբեջան, Արարատը Արմենիա, Մինսկ, Բելարուսիա, Կազախստան, Ոշն, Ուզբեկիստան։ Ամեն ռեսպուբլիկան պայքարում էր ինքը առաջ էր։ Դե բարի պտուղ չկար, ասենք հայերին օգնեն կամ չէ, նաբարոտ։ Կիևը միջով չեմպիոնատ սկսել արդեն մի 12 աճոկ ուներ։ Շախտյորը, Չեռնամորեցը, Զարյան, Լվովը, Կարպատի, ոչմ ողջ թիմերը ուկրաինական։ Սա աճոկները տալիս էին, առանց պայքարելու աճոկ էին տալ, ինքը ոնց որ ասենք 12-ը մենք 0 ունենք, հələ պետք է նոր։ Դրանով մենք 3 տարի Մոսկվայի կոմանդներին էին կրում, 5 կոմանդ, Տորպեդո, Լոկոմոտիվ, ՑՍԿԱ, Դինամո, Սպարտակ։ 5 կոմանդին ընդ լավագույնը Նիչա էր, Պարսաբը, որ մեր ձեռսպարսներ այդ Նիչա էր։ Այդի հոկեյական անես բաներ էր դա։ Դաժե մի հատ լավ պատմական բան կար 70 Լյովիկ Իշտոյանը նոյեմբերի վերջին 28-ն է ինչ սեզոնը 4 օր հետո սա վերջի աղով պրսնում է ՑՍԿԱ-ի Մոսկվայում հաղում ենք ՑՍԿԱ-ը դե Դինամոն է մի կոնկրետ չեմ հիշում տակություն ունի տղեն էլի դե մենք մոտ որ մեկը բանա գիտես տանջում ես իմի Լյովիկի տեղով էր աղա չի կարա Իշտոյանը լելի Ղազարան չի կարալի ոչ թե Նիզամինի մենք այդ սպայկեն արդեն եղած ձևավորված էր թիմը Պետք չէ, մենք ասեց իրար նայելով հասկանում ենք որտե ինչ պետք է անես էլի, ում օգնես, ում բան, ես շատ օգնող եմ, գնդակ խլող եմ, պինդ եմ, հետո կոպի չէ։ Ձև եմ ունեի խլել էլի, մի հատ հետև ուսողում էր 6 մետրյան թռնում էր, հանգստանում էի, ոչ թե գլխով վերեսին կամ կացով խփես։ Խորաման խաղացող էլի գնդակ դիա։ Լյովիկը տակություն ունի, բժիշկին կանչեցի ասի, բժիշկ տակություն ունի։ Ասես բանա դե զարյատկի մի արի, հետո завтракին կիշնես էլի կտենաս ոնց Ես այդ ֆուտբոլ խաղի սիրել եմ միշտ կարդալ էլի բանն է կրուգազոր Զարուբեժոն բան թերթերը միշտ կարդում էի դաժե ֆուտբոլից հետո 10 տարի հայ գրքերում եմ աշխատել դիրեկտոր պրոսպեկտիվի մանկական հեքիաթ խանութը 10 տարի մի հատ բողոք չի եղել վերես խանութերը բողոքներ ալեմ չէ բայց հասկանու ժողովրդի մեջ դու ինչ թողել ես դա ստանում ես արդեն այս սանիտարը ձենա ոչինչ մեր սերվոնը հասնում է թմեր էլի կլիաուզիկները չկային էլի որ բանանի Ես այդ թերթի մեջ գրեցի, գրած է, հələ նոր պետք է լինի, Դինամո Մոսկվա, Արարատ, 0-1, Արարատը կրում է Մոսկվան, գոլ 78 մինուտից 7 համարը ես եմ, 8 համարն ինքն է, 78-ը Լևոն Իշտոյան, գրեցի ու գնացի, հետո հետ եկանք բրիշկին վարձացավ բան, ասեց, завтраки կիշնես, Լյովիկ ասեց, մի քիչ թույլ եմ, բան ասեց, չեմ անում, թույլ ես, թույլ չես, ախպեր ջան, ես թերթը ես դու Որ թերթել չես բացում գոնե տենաս ինչա, նայ ինչա գրած, դիրա Մոսկվա արարատ 78-րդ րոպեն գոլ ախպելաշտանը երկու աճոկ մեկարան Կիևից հավասար է տմենք, հիմի դու չաղաս ոչ մեկ չի խփես, արա մեկի լելած քս մարզան կան, չեք պատկես, համարի մեջ սուտ բանի, եկա հաղն է թմա, ցեղ, մարյո տանդեղ էլի անձրևա խառը, դաշտը բան, սպիտակ ֆորմով ենք, սև գույն ենք դարել, այդքան պատկատապան անդե, դժվար հաղա ոչ մեկը, ասում մեզի բարի բան չէ, ոչ
78-ը դու չեմ նայում, դրանց պաշտպանը, որ լովիկին պահում է, ուզում էր երկար խփել պլաստած ընկա, գնդակը թոշիս, ու ես այս տակից եմ մենք ձև ունենք, կտացրեցի, որ գնդակը չկպնի փախն, էլի, որ սենց պաստած, այսպես կտացնոց է կոչում, եթե թփ մնում ես հեխի մեջ, էլի, սեքսի լովիկը սկնած գնդակը մի հատ դզեց, հագցրեց զիլյատկեն բլիժնի, տամ գոլ, սեր ժամին նայում ենք, երկսով, տղեկա դե գայգում ենք իրար, և վաղշան բայկապան անենք, նակոլկա բան չկար մեր լոպը 78 րոպենա 1-0 մենք տարել ենք աղը։ Աղից հետո թերթու լովիկն ասում է լուսին էլ ցեկին ինչ ասում է կատարվում է, կնոջն էլ ասում էլի։ Շատ ուզեմ ասեմ տենում եք, էդի ֆուտբոլի կողքն է ոնց որ, բայց էդի հենց ֆուտբոլի մասին է, որ տղաներս ասում են, տես ես հիմի չեմ ուզում ոչ մի սխալ բաներով ինձ հասկանան։ Մենք էլ ենք, տես Լենինականից 4 հոգի, Զանգեզուրից, Երևանից 5 հոգի, տես որն է Արմենիա էր արել, էլի ֆակտիսկի, բայց հաղացող տղեկը ամեն մեկը իր ամպլոմայի մեջ տուզ էր։ Լավագույնն է, հաղթաթուղթ է։ Մի անգամից ամեն մեկը իր բանը գիտեր, կար հաղեր, որ խապուստիկ էինք անում, ինադուր սխալ պասեր էինք տալի, որտեվ ասենք Ռաստովը կամ Լոկոմոտիվն եկել է, 11 հոգի լսում է իրաց տուգանային հրապարակ, ոչ մի ձևի չի լում գոլ խփել, էլի։ Խփում ես մեկին կպնում Մեսյանեյանը թռն, Ատից ես ու Զանազանյանը մեր հերրու ուդարները դրա վրա մնում ենք պարապունգից հետո 40 քանի րոպե ուդար ենք անում 30 րոպե պաշտպանը թե որ սաղին ինչ տոյանի մարկա գազը ատից հերրս խփնես մեկին կմնի վրա իրանք կանան դաբիվատ անեն էլի ամեն ինչը այդ աշխատողները մեզի գալիս են տղեկ ջան ցավները տանը գնացեք լիսն անջատենք մենք էլ ետանք տուն էլի իրաց խաթր մենք վերջացնում էինք այդպես նվիրատվություն կա ուր կա հիմնիսած մեկը մնա պարապի բանանի շատ պայմաններ ուրիշ է, ես չեմ եղադրել, բարեր կա, սաունա կա, ես կա, են կա, մեր ժամանակ կինո Մոսկվա էր, ամաչում ենք ետ ենք, է չամպիոն բան ենք, մաստեր սպորտ բան, ոնց է ասում, մի քիչ ուրիշ ձև ենք, էլի, համեստությունը գերադասում էր, գրքից անցի մեջ, արտակարգ մարդկանց հետ, Սոս Սարգսյան, Ֆարուզիկ Մկրտչյան, Վիոլետա Գևորգյան, Լևոն Սարաֆյան, Կիմ Երիցյան, Ռոբերտ Ամիրխանյան, Կոծիկ Պետրոսյան, էլ չեմ ասում Մարտին Վարդազարյան, Թատերականի Արթուր Ութմազյան, սաղը գալիս էին գրքասեր էին։ Դուք չեք պատկերացնում ես նայում ես վեբերից ազգին ներես ժողովուրդ հարես ինչ են անում։ Շիրազը ստանը մենք ճղում էին։ Սարոշկես ես եմ բանը կախում է դրան որ մեկին երկու հատ գոնե մի հատ ընձի մի հատ անգերոջս կամ աղբորս որ հասցներ այս ձևի կրթության ժողովուրդ էինք մարդկա հիմի Շիրազին կարող է մատովել կպաշ չի եղել կարող տեսել եմ ես բախտ եմ ունես ինքը գրքերը ստացի իմ խանութի վրա 3 տղու հետ եկավ 7 երեխա ես առաջ անգամ մուտ դրեցի իրանց օջախ բարձրացան գրքերը դրեցինք դե շատ ես վեկալ որտեղ զարովի տակը Դրեցինք այդտեղ, որ նստանք ասինքեր Շիրազ, ինչ ես անել, ես ինքը չմարտած փողը վերես դրեց, որ ասում խանութի պլանը կատարվի, տեսում լավ մտածում դա ցավ է տանը մտած մարդ, որա, աստվածային մեծություն, Վիսոցկի ու Շիրազ հիմար մի բան է, էլի, որ ազգը սիրում է, ազգը որ սիրում է, ժողովուրդը չէ, ազգը որ սիրում է, դա մի պաբիդինի մարդ է։ Բայց աթոռները ջարդված, դիվանը ցակած, պատերի վրա 7 երեխա են, ինչեր են նկարում, բաներ եղուն չես կարա, ես չեմ ասի մի նկարի, պատա էլի։ Ասի, բայց ինչ եք անում ես գիրք, ասես լավ հիշացիր, մի հատ գիրք անեց այդ բանի մեջից, գրեց ամենալավ հայ ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյի Շիրազից։ Դա իմ համար ավտոյից թանկ էր գրքի վրա։ Ահում եք։ Արդեն դուրս էի գալի, ասեց Սերգո ջան, էլ եմ ստանալու 400 գիրք, էլի քո խանութով, սես գլուխս մի քիչ բաներ Սինգեր Շիրազ, կներեք էլի ֆուտբոլից գնացի իմ կյանքի լավ կտորներից էլի, ընկեր Շիրազ, որտեղ պարոն չէր ընդունել էլի, ասի կլինի, որ դա չբերեմ էլի, ձեռի վրա այդ գիրքը 70 կոպեկ էր, որ ավտորսկի քիչ ստաներ, ոչ թե 5 մայեթ էր, 70 կոպեկ, մягкий обложка, բայց Շիրազ, ասի չբերեմ էլի, մի հատ թերթով բան փաթած բերեմ, համ տունը ռեմոնտ կանենք, համ ավտո կառնես, համ էլ հոյակապ մի քանի տարի կաբրես, էլի 25 մայթը ձեռի վրա դու հաշվեք 400 գիրքը 25 մայթով Շիրազին պետք է տանել տայ։ Ես այտենց եմ։ Արեցի։ Ոստավացին քֆուրները, կոնդի կայ բանի քանակերի քֆուրները, բայց քֆուր չէ, շոկոլադ էր։
ասինգեր շիրած դոզի լավ չհասկանա, ասի խանութով երեխեքով չկար, ավտոյով բերեմ մի անգամից դեն եմ էլի, այդ ավտոմոր ասել էի, դե հարակիրսեն Ժորժը, չէ։ Ասեմ, տենում եք այդ մարդկանց հետ, Ֆրունզիկի հետ, Սոսակցյանի, Մեծերի ես հետ։ բերանս չէի կարող բացեի։ Այդ էլ հազդում էր ֆուտբոլի մեջ, որ դու այս ժողովրդի համար ես հաղում, պրինցիպիալ է, տեսեք, մեր մոտ բան չկա, որ կանոջս խնդրում ենք, ֆուտբոլի մեջ ունենք, ստադիոն չկան, ոնց որ նավաստիներ ունեն, նավի վրա կին պտիչալներ, ինչ-որ այս տրադիցիան էր, մենք որ օրը ունքս բացած ես, 7 անգամ ունքս բացել եմ, այդ կարճերից ես վախում էինք, գլխով խփում էր երեսից, էլի, ոյովին ես էի խփում, բայց ես այդպես չէ, ասում եմ բրիշ չկա, ոնց են կարի, որ ոչի բան չէր, այս բրիշկների ցավը տալը, այն վաղ Բոլորի հետ շփվել եք։ Շփվել եմ ու պրիչոմ ես շատ դասում, նույնն Ամերիկայում, ես շատ մարդամոտ եմ, ավտոն խոտ չեն գնում կբրթեն, տեսեք բրոզի ֆուտբոլեր կապ չունի, չէ, բայց էդի հենց քո ձևն է, որ դու այս մարդն ես, հարգանքը մարդուն, պդի մնա միջովերջ, ու իմ մոտ միջալոց շատ հետարքի բան կա, կյանքումս չեմ ձգտել վերևի խավի հետ ոտքցեմ, ես իմ տեղը գիտեմ, իմ հասարակ մարդը կոնդում է թամ մի հատ բանի շոֆերական կալբասա կդրեն տնե, իմ ավելի լավ համով է ուտեմ կամ մտի, որ զգում ես նապրիժոնը ես էլի, ոնց ես ուտեմ կամ որ ձեռով ես ուտեմ, միացան նահանգներում է, տերում եք, ես սպորտսմեն տղայում, ամեն ինչ էլ գիտեմ, ոնց ուտեմ, ոնց սեղան դնեմ, ոնց բան անեմ, շատ ա եղել տենց էլի։ Խաշլարն դնում են, տենամ վիլիշկով են բանում, ես ձեռով եկանում տնում եմ տենես, մեկ է տնից հետո երկու ամիս հետո տենամ սախսել ձեռով խաշլամ եմ բանը տնել, ձուկը բանով, վիլկով ավ, տմարը խեղտվես այդ փշերից արա, ձեռով եկան, որ իմանաս փուշը որտե, տեսեք ռոզի բան չունի, բայց չէ, ինչ որ ես Հայաստանում սովորա, ինչ որ ինձ սովորեցրեց հայ ազգը, հայ ժողովուրդը եւ իմ շրջապատը ես ռուսանգեր չունեմ։ Ես մի հատ ընկեր ունեմ Կիևի Դինամոյում, ինքանեղ մոտիկեր կորեսպոնդենտ էր վիցե-պաբեդանոսով։ Ստե որ ֆուտբոլը կայ միշտոյանի գոլերը տենում եք, բա Սիմոնյանին որ վերև ենք ցան մյուս էլի։ Սա իրանց ուկրաինական բանն է նկարի։ Ինքը ուղարկեց ֆիլմի վերնագիրը խարակտեր։ Մենք մեր գործը, մեր սերունդը, արդ 70 այդ ոսկի սերունդը կատարեցինք են ինչ-որ նիվազբոժների, որ ասում է պրիգնուտ վիշի գալավի։ Մենք գլխից վերը թռանք ես փուչուն նայք, Քարտեզի նայք, Հայաստան չերևը։ Հարեդ եկա սովետը կտրեցել մի հատ էլ Բավարիա եկավ։ Անդե երկու զոտ արվանք, ճիշտ է, շատ աբիդնի տարվանք էլի։ Շատ աբիդնի։ 82 րոպե 0-0 8 հոգի չեմպիոն մի ռետի փողոցի տաղը չէ Բեկենբայրով Մյուլերով վնես տաղակե չես մանում սրամոտը սեթն պասս տեղա ելնդ չգնաց պասն տեղա շատ այստեղ մեկ զրոք կարեցինք ու 4 կողմը Ռազնա ստադիոնի ժողովուրդ էր իսկան ներսեն այդ կաներ դուսը լեշ կոմիսիայով բանով մարդիկ Պարտանալ ես միշտ ասել եմ, արիրատ 73-ին ոչ մի անգամ կյանքում ոչ նախանձեք, ոչ փնովեք, արիրատ 73-ում մենակ հպարտացեք Հայաց ջան, իշքան լավ հաղթանակներ ունեք, այդ կապիլկայի մեջ մեր լումաներկա այդ ոսկի տղաներ, ես ձեր ցավը տանեմ տղակ ջան։ Այդպես էլ անում ենք, միմիայն հպարտանում ենք եւ հիշում ձեր մեծագույն նվաճումը։ Հարավոր ցավեր Նիկիտա Պավլիչի հետ մեր հրաժեշտի երեկոն էլի որ գնացինք բարեկան քույրանոց ասես մի օմենտ ես մարգարու մեզ հետ նորի կնամանամ այդտեն ազար այնտեղ մոսկվիչների մեջ է ասենք չկա պապան չէ Շնորհակալ ենք շատ այսօր այսպիսի հաճելի զրույց ունեցանք շատ սիրելի Սերգեյ Բոնդարենկոյի հետ Դուք շարունակեք մնալ մեզ հետ հետևել մեզ սոցկայքերով գրել մեկնաբանություններ եւ սպասել մեր հաջորդ թողարկումներին